Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցում Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը, շնորհակալ եմ պարոն Պետրոսյան։ Նույնպես։ Դուք այն վերլուծաբաններից, քաղաքական գործիչներից եք, ովքեր պնդում են, որ թրիփը մեռելածին նախագիծ է, այն ուղղակի զբաղեցնելու կամ քողածածկույթ է այլ գործընթացների համար, սրան զուգահեռ նշանակվեց թրիփի ղեկավար, հա, Սոկոլովը, հայտարարվեց բյուջե 201 միլիոն, հիմա արդեն հայտարարվեց, որ բյուջեն կրկնապատկվել է, դարձել է 402 միլիոն։ Եթե այն մեռելածին նախագիծ էր, ապա ինչի համար գրեթե կես միլիարդ դոլար պատրաստվում են ծախսել։ Նախ եւ առաջ աշխարհաքաղաքական խաղերի մեջ կես միլիարդը ընդհանրապես թիվ չի, բացարձակապես, եւ երբ որ խոսքը գնում է նոր համաշխարհային համակարգի մասին, որտեղ կան երկու հիմնական ուժեր՝ Չինաստան եւ Միացյալ Նահանգներ, պարզ է դառնում, որ այս տնտեսական պատերազմում, որ մղվում է երկու երկրների միջև, հիմնական խնդիրները եւ գլխավոր նպատակները նա է, որ երթուղիները, ենթակառուցվածքները, նեղուցները լինեն վերահսկողության տակ։ Միացյալ Նահանգները փորձում է, որ վերահսկողություն սահմանել Չինաստանի առևտրային ուղիների վրա։ Չինաստանի հիմնական շուկաներն են Միացյալ Նահանգները, Եվրոպան եւ Աֆրիկան։ Դեպի Աֆրիկա գնացող չինական նավատորմը ուներ երկու ճանապարհ, որը որ Միացյալ Նահանգները ներկայությամբ փորձում է ինչ-որ կերպ խոչընդոտել աֆրիկյան երկրներում ներքին պատերազմներ հրահրելով։ Դեպի Եվրոպա գնացող ճանապարհը Չինաստանն ուներ 3 հիմնական ճանապարհ։ Մեկը վերին միջանցքն էր, որ անցնում էր Ռուսաստանով, որտեղ ներկայությամբ տեղի ունենում ռուս-ուկրաինական պատերազմը, եւ այդ ճանապարհը արդեն փակվել է։ Գոյություն էր հարավային ճանապարհը, որը գալիս էր եւ անցնում էր Բաբուլ-Մենդեբով, Սուեզի նեղուցով եւ մտնում էր Միջերկրական ծով։ Այդտեղ էլ արդեն Սաուդի Արաբիա, Եմեն պատերազմն է, որը արդեն սկսել է վաղուց ի վեր եւ շարունակվում է։ Եվ մնում է միջին միջանցքը։ Միջին միջանցքը այսպես թե այնպես գոյություն ուներ եւ առաջին անգամ գործարկվել էր 2018 թվականին, երբ չինական ապրանքները գալիս էին Միջին Ասիայից կամ Աֆղանստանի վրայով, Կասպից ծովով անցնում էին Ադրբեջանի տարածքով եւ Վրաստանով դեպի Սև ծով ու եվրոպական երկրներ։ Այս ճանապարհը ինքը ունի որոշակի խոչընդոտներ եւ խնդիրներ, որը որ չի գործարկվել մինչ օրս։ Հիմա այս ամեն ինչին բերել եւ եւս մեկ այլ ճանապարհ ավելացնել, որտեղ որ ընդամենը երկաթգիծ է եւ տրանսպորտային այլ միջոցներ չկան, ու դրա կողքին այդտեղից գոյություն չունի այլ ենթակառուցվածքներ եւ ընդամենը Ադրբեջանին գնացքով կապում է Նախիջևանին եւ Նախիջևանից էլ դեպի Թուրքիա։ Իգդիր Նախիջևան երկաթգիծը ավարտվելու է եւ լավագույն դեպքում, եթե որևիցե խոչընդոտ չառաջանա 2027-28 թվականին, որի տարողունակությունը բավականին ցածր է եւ չունի այն հզորությունը, որ կարողանա չինական ապրանքները տանի դեպի Եվրոպա։ Հիմա եթե մենք վերցնում ենք այս պատկերը, հարց է առաջանում. արդյոք Միացյալ Նահանգները իր մրցակցին կօգնի, որ իր ապրանքները տեղափոխի դեպի Եվրոպա։ Ոչ, չի անի դա։ Դրա մեջ ոչ մի տրամաբանություն գոյություն չունի։ Բայց գուցե օգնի, բայց գումարներ, վճարներ գանձի։ Ինչքան պետք է վճար գանձի։ 1 միլիարդ, 2 միլիարդ, 10 միլիարդ։ Երբ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի առևտուրը իրար հետ գերազանցում է 700 միլիարդ դոլարը, 1 միլիարդը ինչ է որ։ Այսինքն մենք այստեղ գործ ունենք քաղաքական բլեֆի հետ եւ ցանկացած բլեֆ, այդ բլեֆի համար 402 միլիոն դոլար հիմա ծախսում, պատրաստ են ծախսել։ 402 միլիոն դոլարը կամ ասենք 1 միլիարդ դոլարը թիվ չի,
Ֆեդերալ ռեզերվը դա կտպի ընդամենը 20 րոպեի ընթացքում։ Եվ դրա համար ոչ մեկին ոչ մի պատասխանատվության չի ենթարկի։ Իսկ այդ 1 միլիարդ դոլարը իր ինքնարժեքը Միացյալ Նահանգների համար ընդամենը մոտավորապես 10 միլիոն դոլար է։ Այսինքն Միացյալ Նահանգները փաստացի մոտ 10 միլիոն դոլար ծախսում է եւ 1 միլիարդի փոխարեն ինքը վաճառում է։ Ոստի այստեղ հարց է գալիս, որ բուն նպատակը թրիփինը ինչ է։ Թրիփը ունի մեկ նպատակ՝ Միացյալ Նահանգների համար դառնա ոտնատեղ տարածաշրջանում, Անդրկովկասում եւ փորձել այն վերավաճառել։ Հիմա գնորդը կլինի կամ Ռուսաստանը, կամ Իրանը, կամ Չինաստան, այդքան մեծ տարբերություն չունի եւ այդքան մեծ նշանակություն չունի Միացյալ Նահանգների համար։ Միացյալ Նահանգները ինքը շատ լավ գիտի, որ մտել է մի տարածք, որտեղ որ կա շատ լուրջ շահերի բախում։ Եվ այդ լուրջ շահերի բախմանը ինքը ընդհանրապես գումար է ծախսելու, թուղթ է ծախսելու եւ դա ձևակերպելու է որպես վարկ կամ Հայաստանի վրա, կամ Ադրբեջանի վրա, կամ բոլորի վրա եւ այդ գումարը տոկոսներով հետ է ստանալու։ Սա է խնդիրը։ Հիմա Միացյալ Նահանգները ինչ խնդիր ունի։ Միացյալ Նահանգների, եթե նայենք աշխարհի քարտեզի վրա, իր հիմնական խնդիրը Չինաստանի էներգետիկ եւ ապրանքաշրջանառության ենթակառուցվածքները կամ ոչնչացնի, այնպես ինչպես որ ներկայությամբ տեղի է ունենում Հորմուզի նեղուցում, կամ վերցնի վերահսկողության տակ։ Սա է։ Եվ այսպիսի իրավիճակում գովազդային մասը չափից ավելի շատ է։ Տնօրեն է նշանակել, լավ է, տնօրենը կստանա, ասենք, տարեկան մոտ 1 միլիոն կամ 2 միլիոն դոլար աշխատավարձ, ձևական հանդիպումներ կունենա եւ կծախսի 402 միլիոն դոլար։ Իսկ որտեղ է ծախսել այդ գումարը, Հայաստանում։ Չգիտեմ, ոչ մեկը չի խոսում դրա մասին։ Ժամանակին 1992 թվականից հետո, երբ որ Հայաստանը վարկեր էր վերցնում Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից տարբեր անվան տակ, Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից գալիս էին մասնագետներ Հայաստան, որոնք պետք է սովորեցնեին, թե այդ գումարները ինչպես եւ որտեղ ծախսվեր։ Եվ այն ժամանակ 1992-95 մինչև 2007-8 թվականը այդ մարդիկ ստանում են շատ կլորիկ գումարներ եւ հիմնական վարկի բուն մասը վերադարձում էր աշխատավարձի տեսքով կամ խորհրդատվությունների տեսքով հետ էր վերադառնում այդ պետություններին, բայց դրա տոկոսները մեր ժողովուրդն էր վճարում եւ այդ ամեն ինչը նստել է մինչեւ հիմա մեր ժողովրդի ուսերին։ Հիմա սա կդառնա հերթական մի բեռ եւ հայ ժողովուրդը պարտավոր կլինի այդ բեռի տակից դուրս գա։ Թրիփի հիմնական էությունը Միացյալ Նահանգների տարածաշրջանում բախումներ հրահրելն է։ Դա նման է նրան, որ Միացյալ Նահանգները մի գեղեցիկ փայտիկ է վերցրել եւ ցույց է տալիս հայ ժողովրդին, ասում է, որ ես այս կախարդական փայտիկով ձեզ համար բարիություն եմ բերելու։ Բայց այդ կախարդական փայտիկով ինքը մեղունների բունն է խառնելու իրար։ Եվ դա բերելու է ռուս-թուրքական եւ ռուս-իրանական պատերազմի։ Այդտեղից լավ հոտ չի գալիս։ Եթե մենք ուզում ենք հասկանանք, թե թրիփը ինչ է բերելու, մենք պիտի նայենք համաշխարհային քաղաքականությանը եւ տարածաշրջանային պատերազմ։ Միանշանակ բերելու է պատերազմ։ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները չեն կարգավորվում։ Հայաստանին նոր պահանջներ են ներկայացվում։ Ասացին, որ եթե հապկի մասով շարունակի Հայաստանը այս քաղաքականությունը հապկից դուրս կհանեն Հայաստանին, ամենայն իրավունքից կզրկվի, Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, մենք դա կընդունենք որպես իրողություն, իգիտություն։ Գիտեք, խոշոր պետությունները, մեծ պետությունները, միջազգային ուժերը իրենք իրենց գործողությունները չեն իրականացնում 1 կամ 2 օրվա ընթացքում։ Դեռևս 2007 թվականի սեպտեմբեր ամսին, երբ որ արդեն պարզ էր, որ Սերժ Սարգսյանը նորից դառնալու է նախագահ,
Այն ժամանակ կուլիսներում շատ խոսակցություններ կար, որը հետագայում հրապարակվեցին, խոսվեցին եւ գաղտնի բանից դուրս եկավ, որ Ռուսաստանը Ռոբերտ Քոչարյանին ասել է, որ չհասկացանք, ուրիշ մարդ չկար, որ Սերժ Սարգսյանն է բերում որպես նախագահ կամ նախագահի թեկնածու։ Եվ հետո երբ որ Սերժ Սարգսյանը եկը մինչև որ իր գալը, դեռևս 2007 թվականի հոկտեմբերն արդեն պարզ է, որ ինքը ամեն ինչ անելու է, որպեսի Հայաստանի տնտեսական ուղին փոխի դեպի Եվրոպա։ Եվ դրա համար Էդվարդ Նալբանդյանը, որ այն ժամանակ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն էր, պարզ էր, որ դառնալու է արտգործնախարար եւ ինքը սկսել էր շատ ակտիվ շփումներ ունենալ եւ հաստատել Թուրքիայի հետ։ Եվ իրենք արդեն պատրաստվում են հայ-թուրքական ֆուտբոլային խաղին։ Եվ այդ խաղի սկսելու ժամանակ է Ռուսաստանը իր դիրքորոշումը ցույց տվեց։ Գիտեք, Wikileaks-ի փաստաթղթերից հայտնի է դառնում ձեր նաև այսպես հաստատում ձեր խոսքի, որ Սերժ Սարգսյանի թիմը հայ-թուրքական հարաբերությունների այդ ֆուտբոլային դիվանագիտության այդ ընթացքին պատրաստվել միջև նրա նախագահ դառնալը։ Ես ասում եմ 2007-ի սեպտեմբեր 2007-ին ըստ Wikileaks-ի փաստաթղթերի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հանդիպել էր Փենինգտոնի հետ, Միացյալ Նահանգների դեսպանատան ներկայացուցիչ դեսպանորդն էր թե դեսպանորդն էր, եւ ասել էր, որ իրենք հիմա անգամ պատրաստ են մտնել այդ քննարկումների մեջ։ Այո, եւ բացի Wikileaks-ից շատ այլ ուրիշ փաստաթղթեր կային եւ շատ ավելի լուրջ վերլուծություններ եւ փաստաթղթեր կային, որը հրապարակվել է հետագայում։ Եվ Սերժ Սարգսյանը իսկապես ցանկություն ուներ, բայց ինչ էր նշանակում հայ-թուրքական հարաբերությունների, այսպես ասած, ճակերտավոր նորմալացում։ Նշանակում է, որ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների ոտնատեղը բացել մեր տարածաշրջանում։ Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը մոռացած լինի իր երկրորդ հանդիպումը Քլինթոնի հետ, Հիլարի Քլինթոնի հետ Երևանում, երբ որ ինքը եւ Հիլարի Քլինթոնը իրար հետ բանավիճեցին եւ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ իր ձայնը բարձրացնել Քլինթոնի վրա նախագահականում, երբ որ Քլինթոնը պարտադրում էր Սերժին, որ ինքը սկսի որոշակի սահմանափակումներ ստեղծի իրանական ապրանքների վրա դեպի Հայաստան գալացող։ Այլ ուրիշ բաներ էլ կային, որ այդտեղ շատ խոսվեցին։ Եվ այն ժամանակ Սերժ Սարգսյանը ինքը միգուցե հասկացավ, որ ինքը իր ձեռքով ընկել է թակարդը կամ գիտակցաբար ընկել է եւ արդեն իրեն նեղն են դնում, որ իրականացնի այն ամեն ինչը որ ինքը արդեն տարիներ ի վեր, դեռևս 96-97 թվականից այդ ուղղությամբ աշխատում էր եւ փորձում էր իրականացնել։ Գիտեք, մեզ մոտ Հայաստանում մեր քաղաքական գործիչները կամ այսպես ասած գոյություն ունեցող քաղաքական վերնախավը իրենք ռազմավարական մտածելակերպ չունեն եւ իրենք չեն մտածում երկարաժամկետ ծրագրերի վրա։ Բոլոր ունեն լավագույն դեպքում կարճաժամկետ եւ միգուցե միջնաժամկետ 2-3 տարվա ծրագիր եւ ոչ ավել։ Եվ այստեղից ծագում է խնդիր եւ իրենք իրենց գցում են թակարդի մեջ եւ հետո այդ թակարդից դուրս գալը իրենց համար դառնում է պատվի խնդիր եւ այդ պատվախնդրությունից ելնելով իրենք իրենց սխալ ճանապարհ շարունակում են դեպի առաջ։ Քաղաքականությունը մարդկանց չի պարգևատրում իրենց ճիշտ կատարած գործերի համար։ Պարգևատրում է իրենց որոշումների համար, եւ սխալ, եւ ճիշտ։ Եվ դրա համար այդ պարգևատրման արդյունքը հետո գալիս է երկրի վրա է արձագանքում։ Հաստատ Սերժ Սարգսյանը դեռևս տարիներ առաջ, երբ որ ազգային անվտանգության ծառայության տնօրեն էր, կամ դրանից հետո, երբ որ պաշտպանության նախարար էր, կամ երբ որ վարչապետ էր, եւ հետո երբ դարձավ նախագահ, ինքը շատ լավ հիշում է, թե իր ստորագրությամբ ինչպես ճանապարհը բացվեց արևմտյան լրտեսական ցանցի համար եւ այն փոփոխություններով, որ ինքը իրականացրեց տարիներ ի վեր ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի մեջ, ինքը ինչպես հարթեց այդ դաշտը նրանց համար եւ դրա արդյունքը պետք է լիներ սա,
Մեր խնդիրը այստեղ է։ Մենք Հայաստանում չունենք իրական ազգային քաղաքական էլիտա։ Մենք ունենք քաղաքական վերնախավ, որը որ իշխանության գլխին է, բայց նրանք էլիտա չեն դառնում։ Ճիշտ է, էլիտայի թարգմանությունը հայերեն վերնախավ է հնչում, բայց իմ կարծիքով եւ իմ բանով էլիտան մի քիչ ավելի բարձր է։ Էլիտան այն Չէ, եկեք զանգվածն ավելի է, որ հստակեցում անենք, պարոն Պետրոսյան, լավ թեմա եք ասում, որ համաձայն եմ այդտեղ տեսել, բայց ավելի շուտ էստեղ էլիտա են, բայց նայած ինչ օրակարգ են սպասարկում։ Այսինքն ձեր հետ ասած ավելի բարձր էլիտան, դա ազգային օրակարգ սպասարկող էլիտան է։ ազգային Մենք այո ունենք էլիտա, որոնք ունեն տարբեր շահերի ծառայող խմբեր, բայց այդ շահերից որևէ մեկը գրեթե հայկական չի։ միանշանակ եւ դա ցույց է տվել մինչ որ այսօր, որ երբեք իրենք չեն ունեցել հայկական շահերը սպասարկելու խնդիր։ Եվ դա սկսել է դեռ Արցախյան ազատագրական շարժման առաջի տարիներից, երբ որ հստակ խնդիր էր դրված բանակի հրամանատարության կողմից Նախիջևանը ազատագրել, բայց քաղաքական վերնախավը հանձինս Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, Ժիրայր Լիպարիտյանի եւ մի շարք այլ մարդկանց միջոցով դա մերժվել է։ Սա փաստ է։ Նախիջևանի ազատագրումը 1000 անգամ ավելի կարևոր էր, քան թե Արցախի հարցը։ Ընդ որում Քանի որ 1000 անգամ նաև ավելի հեշտ է տեխնիկապես։ շատ ավելի հեշտ է, Բնակչությունը քանի որ գրեթե դուրս էր եկել մարդ չկար այնտեղ։ եւ սահման կար մի փոքրիկ հատված միայն Թուրքիայի հետ։ Եվ Թուրքիան էլ չէր համարձակվում, Բայց այդ որ դեպքում մտեր։ հարց է առաջանում, բա որ Թուրքիան ըստ Թուրքիան պայմանագրային արդեն- պարտավորությունների Այն ժամանակ ոչ մի այդպիսի։ պայմանագիր չկար Չէ, եւ բայց դեռևս բան կար, չէ, Մոսկվայի 1900 պայմանագիրը կա։ ոչ, այդտեղ Ռուս-թուրքականը։ ոչ մի դեր նշանակություն չուներ դա, քան որ 1993 թվականին, երբ հայկական զորքերը առաջխաղացումներ էին ունենում Արցախյան տարածքում, Թուրքիան զորավարժություն անցկացրեց Հայաստանի սահմանի մոտ եւ այն ժամանակ Ռուսաստանի հարավային օկրուգի հրամանատարը անունը մոռացել եմ, այն ժամանակ հայտարարեց, որ եթե Թուրքիան փորձի հարձակում իրականացնի Հայաստանի վրա, կսկսի երրորդ համաշխարհային պատերազմը։ Անմիջապես Թուրքիան դադարեց իր զորավարժությունը եւ իր զորքերը հետ քաշեց։ Եվ այն ժամանակ բոլորը, այդ թվում եւ Իրանը եւ Ռուսաստանը քաջալերում էին, որ ազատագրեք, վերցրեք Նախիջևանը, քան որ Նախիջևան ավելի կարեւոր է։ Եթե մենք Նախիջևան այն ժամանակ ազատագրած լինենք, իրավիճակը տարածաշրջանում բոլորովին այլ էր լինելու։ Մենք կունենայինք շատ կարճ ճանապարհ դեպի Իրան, ընդամենը 3 կիլոմետր Արարատյան դաշտավայրից մինչև Իրանի սահմանը, տարածաշրջանում Կունենանք գեր երաշխավորված Սյունիքի համար ռազմավարական խորհուրդ։ Ոչ միայն Սյունիքի համար, նաև Արցախի համար եւ իրավիճակը այսպես չէր լինի։ Եվ այն ժամանակ աշխարհի ուժերը, գերհզոր ուժերը Հայաստանին կդիտարկեին այլ կերպ։ Եվ այդ նավթամուղերն ու գազամուղերը եւ մնացած այլ ենթակառուցվածքները էներգակիրների չեր անցնի Վրաստանի տարածքով, այլ կգար եւ ուզեր թե չուզեր անցնելու էր Հայաստանի տարածքով։ Եվ Հայաստանի քաշը այլ կլիներ, բայց սա արդեն անցյալում է։ Ունենք այն ինչը որ ունենք եւ ունենք այն ինչը որ նախկին 3 նախագահների եւ ներկայիս վարչակազմի միջոցով ստեղծվել է հայ ժողովրդի Լավ, վերջին հարցը պարոն Պետրոսյան, դուք ասացիք քաղաքական առաջնորդների կայացրած որոշումների հետևանքները իրենք տեսնում են եւ տեսնում են նաեւ ժողովուրդը։ Այս վերջին վարչապետի պաշտոնը զբաղեցնողի վարած քաղաքականության հետևանքները դեռ զգացնել կտան, թե ինչ որ տեսել ենք արդեն բավարար։ Չէ, գիտեք, ես անդադ առիթ ունեցել եմ ասելու, որ Ռուսաստանը սպիտակ արջ է։ Եվ բարիս բուն իմաստով սպիտակ արջ է։ Իսկ արևմուտքը ինքը թղթիա վագր է։ Ամենապարզ օրինակը բերեմ ձեզ։ Ռուսաստանը 2022 թվականի սեպտեմբերից պատերազմում է Ուկրաինայի հետ, որտեղ ամբողջ ՆԱՏՕ-ն եւ ամբողջ արևմուտքը, սկսած Ճապոնիա, Հարավային Կորեա, Կանադա, Իսրայել, բոլորը զենք ու զինամթերք են մատակարարում Ուկրաինային։ Օրեկան տարբեր տվյալներով մինչև
700-ից 1300 ԱԹՍ ուղղորդվում է դեպի Ռուսաստան։ Եվ մեծ մասը խոցվում են, մի մասն էլ տեղ են հասնում։ Այսինքն Ռուսաստանը ամենօրյա ռեժիմով օգտագործում է իր բուկ, S300, S400 պանցիր եւ մնացած այլ հոբ համակարգի հրթիռները։ Եվ մեծ քանակությամբ ու դեռ պակաս չունեն ու խնդիր էլ չունեն ու ոչ միտեղ թեկուզ արևմտյան հետախուզական տվյալների մեջ չի գրվում, որ Ռուսաստանը ունի հոպի խնդիր։ Միացյալ Նահանգները 40 օր ինտենսիվ պատերազմ մղեց Իրանի դեմ Հիմա ասում են պատրիոտներից ընդամենը 280 հրթիռ է մնացել։ եւ իրենք ունեն հոբ համակարգի հրթիռների լուրջ խնդիր Միացյալ Նահանգների մեջ։ Ամենապարզ թվականությունն ասեմ 2026 թվականին այս տարի 5 օր ինտենսիվ ամենօրյա ռեժիմով Միացյալ Նահանգները Իրանի հարավը հրթիռակոծում եւ ռմբակոծում էր Իրանը հարձակում իրականացրեց Հորդանանում Միացյալ Նահանգների հետախուզական կայանի վրա եւ ընդամենը ժամերի ընթացքում Միացյալ Նահանգները օգտագործեց 50 պատրիոտ համակարգի հրթիռ ամեն մեկի գինը $4 միլիոն է $200 միլիոն կրակվել է ընդամենը մի քանի ժամվա ընթացքում բայց 2025 թվականի ամբողջ պատրիոտ համակարգի արտադրությունը եղել է 600 միավոր Հիմա մենք այսպիսի իրավիճակի մեջ ենք աշխարհը գնում է վերաբաժանման ժամանակ կամ խելոք նստում ես քո տեղը ու չես շարժվում կամ լավ հետախուզություն ես ունենում որպեսզի իմանաս թե աշխարհը դեպի ուր է գնում Միացյալ Նահանգները ուզի թե չուզի անկախ իր կամքից ինքը պարտավոր է զիջել Չինաստանին Այսօր Եվրոպա արդեն գոյություն չունի Եվրամիություն գոյություն չունի ՆԱՏՕ գոյություն չունի գնում է դեպի քայքայման Եվ այս քայքայումը կհասցնենք միջև քայքայվելը մենք անդամագրվենք Եվրոպական միությանը Եթե շատ ցանկություն եք ինձ իմ կարող եք գնալ Եվրամիություն Ոչ մեկը ձեր դեմը չի բռնել բայց արդյոք իրենք թույլ կտան որ մտնեք Շատ լավ, պարոն Պետրոսյան, խոսակցություն դեռ բաց մնաց կշարունակենք, շնորհակալ եմ հետաքրքրության համար, ես չեմ զրուցում Վազգեն Պետրոսյանի հետ, ցտեսություն կհանդիպենք։